Պարոն Դանիելյան, նախ անդրադառնանք ռեպրեսիաներին, որոնք մենք ականատես ենք լինում, որ պարբերական բնույթ են արդեն կրում, չկա մի օր, որ չարթնանանք եւ չտեսնենք, որ որևէ կուսակցության, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի տուն են խուզարկել, հարցաքննում են եւ այլն։ Այս ամենը ինչի հետ եք դուք պայմանավորում, ինչու է իշխանությունը պարբերաբար նման քայլերի դիմում։ Առաջի հերթին այս ամեն ինչը ուժ գնացավ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո։ Ես դա կապում եմ առաջի հերթին ընտրությունների հետ, որտեղ գործող իշխանությունը արդեն կարելի ասել արդար ընտրություններով չի կարող վերարտադրվել։ Այսինքն մենք մտնում ենք այն ցիկլի մեջ, որ գործող իշխանությունը պետք է ինչ-որ մանիպուլյացիաներ եւ մախինացիաներ աներ վերընտրվելու համար։ Մի կողմ դնենք այն այսպես կոչված ընտրական այդ նվերները անվանենք, կենսաթոշակներ եւ այլն, որոնք բյուջեին նախատեսված չէին, նաեւ այդ մանիպուլյացիաները վախ, որ պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք, աշխարհաքաղաքական ինչ-որ պրոցեսներ մեջտեղ բերելով, եւ սա նշանակում է, որ իրենք կորցնում են իրենց լեգիտիմությունը, որը միջև այդ իրենք ասում են, չէ, 18 թվականին, 21 թվականին մեզ ձայն տվեցինք եւ ժողովրդի կամքներ եւ մենք ինչ որ անում ենք ժողովրդի կամքից ելնելով, մենք ժողովրդի շահերն ենք պաշտպանում։ Հիմա դա այլևս չեն կարող ասել։ Կարող են ասել, բայց կարևորը մարդիկ չեն հավատում արդեն, եւ որովհետեւ նույնիսկ նրանք ովքեր ձայն են տվել Փաշինյանին, իրենք նույնպես ունեն կասկածներ։ Ամենայն դեպս ում հետ ես խոսել եմ, իրենց մոտ այդ կասկածները գոյություն ունեն։ Դրա համար ինչ պետք է անել, դրա համար պետք է անել ռեպրեսիաներ, այսինքն այն մարդիկ, որոնք խոսում են, այն կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացնում, քաղաքական գործունեության, այդ բոլորը պետք է ինչ-որ ձևի մեկուսացվեն հասարակությունից եւ վախի մթնոլորտ ստեղծվի։ Տեսեք, մինչ այս պահը, երբ Փաշինյանը վերընտրվեց, վերարտադրվեց, նրան չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահը, սակայն մենք նախկինում տեսել ենք, որ հենց առաջիններից մեկն է եղել Ռուսաստանի նախագահը, որ շնորհավորել է ղեկավարներին ընտրվելու, վերընտրվելու կապակցությամբ։ Սա ինչի հետ է կապում, ինչով է պայմանավորված նրա մինչ այս պահը չշնորհավորելը։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, թե ինչով է պայմանավորված, որովհետև ընտրություններից առաջ Եվրոմիության այդ գագաթնաժողովները կազմակերպվեց, պետական այցով եկավ Ֆրանսիայի նախագահը եւ իրենց հայտարարություններում ուղղակի իրենք ասում են, որ այս ամեն ինչը ուղղված է Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը սահմանափակելու համար եւ նաեւ Ուկրաինայի նախագահը, երբ որ Հայաստանում հայտարարեց, որ կարող է հարձակում լինի, Կրեմլի դեմ, ռուսական կողմից ասում են, որ այս վարչապետը Զելենսկու կողքը նստած էր եւ որևէ կերպ չարձագանքեց, որ գոնե դե յուրե իր դաշնակցի մայրաքաղաքի վրա, որ հարձակում են պատրաստում, եւ նաեւ հիմա նույնպես, այսինքն այս ընտրություններից հետո եւ Միացյալ Նահանգների նախագահ եւ Ֆրանսիայի եւ Եվրոմիության ղեկավարներ բացահայտորեն միջամտում են ընտրությանը եւ ասում են պաշտպանում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այսինքն ակնհայտորեն սա ուղղված է Ռուսաստանի դեմ եւ նաեւ Տիկին ֆոն դեր Լայենը, երբ որ եկավ Հայաստան օրերս, ինքը նույնպես հայտարարեց, որ այս ամեն ինչը ուղղված է Ռուսաստանի դեմ եւ ասում էր, որ մենք ուկրաինական փորձը կօգտագործենք Հայաստանում, այսինքն Հայաստանը ինչ-որ աշխարհաքաղաքական պայքարի մեջ է ներգրավում, որը շատ վտանգավոր գործընթաց է եւ մենք նաեւ շատերս, նաեւ ես բազմիցս զգուշացնում ենք, որ չի կարելի Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական պայքարի մեջ, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, տարբերություն գոնե Ուկրաինայի եւ մենք այդ դերը չենք կարող կատարել, դրա հետևանքով մենք կարող ենք կորցնել պետականությունը։ Այդ պատճառով Ռուսաստանի նախագահը չշնորհավորելով ցույց է տալի, որ ինքը նման վտանգներ է տեսնում եւ նաեւ ռուսական բարձր պաշտոնյաները ուղղակիորեն այդ հայտարարությունները անում են։ Այդ դեպքում ինչու էր նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը նշում, որ բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ է Վլադիմիր Պուտինի հետ, 200 անգամից ավելի հեռախոսազանգ են արել եւ այլն եւ այլն։
Նայեք, կարևոր պահը, քանի որ ինքը կասկածում էր, որ արդար ընտրություններով կարող է վերընտրվել, իսկ այդ սոցհարցումները եւ այլն դաշտային իրավիճակը, հա, այսպես ասած, ընտրողների շրջանում ինքը շատ լավ տիրապետում էր, դրա համար ինքը փորձում էր արտաքին ռեսուրսներ ստանալ ընտրությունների ժամանակ եւ նաեւ մարդկանց ցույց տալ, որ գիտեք ինչ, Եվրոմիությունն է, որը մեզ կաջակցի եւ այլն սասականի, եւ այդ ձևով հանրության մեջ հակադրություն մտցնելով հանրության մի մասի ձայները այնուամենայնիվ ստանա։ Իսկ երբ որ ինքը ասում էր, թե ինչի համար է, թե ինչի Ռուսաստանի նախագահի հետ մտերմիկ հարաբերություններ ունի, դա էլ էր պարզ մանիպուլյացիա, որովհետև ինքը գիտի Հայաստանի տնտեսական կախվածություն եւ ոչ միայն տնտեսական Ռուսաստանից շատ մեծ է, ինքը մի կողմից այդ տեխնոլոգիան օգտագործում էր ինչ-որ ձայներ ստանալու համար, մյուս կողմից ինքը փորձում է նաեւ ինչ-որ ձևի որքանով հնարավոր է չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ իմ վերջին հարցը ՍԴ-ն վաղը որոշումը վերջնական վճիռը կհրապարակի, ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք արդարացի որոշում կլինի հատկապես ընդդիմադիր ուժերի համար։ Ուրեմն ես կարծում եմ, որ բնականաբար իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան եւ իրենց ձայների քանակը ավելի շատ լինի։ Բայց մյուս կողմից, քանի որ ամեն ինչ շատ ակնհայտ է եւ ինչ որ վերացական եզրակացություններ չեն կարող անել, որտեղ այնտեղ պարզ մաթեմատիկա է, այսքան մարդ մասնակցել, այսքան ձայն տվել են 3 տեղամասի ընտրությունները իրենք չեղարկել են այդ մարդկանց հաշվելով ընդհանուր ընտրողների քանակի մեջ եւ այլն, այսինքն սա պարզ մաթեմատիկա է եւ ինչ որոշում է Սահմանադրական դատարանը չընդունի այդ առումով ամենայն դեպս Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է, ՄԱԿ-ի անդամ է եւ այլն, այսինքն այդ ձևակերպումները դառնում են նաեւ վտանգավոր մի նախադեպ այդ երկրների համար, որովհետեւ եթե Հայաստան թույլատրել է այդ ձևի ուղղակիորեն կեղծել ընտրությունների արդյունքները, դա վտանգ է նաև մյուս երկրների համար որպես նախադեպ։ Հիմա հարցը հետևյալն է. իրենք կգնան այդ քայլին, իրենք դրսից թույլ կտան, թե թույլ չեն տա, որովհետև ես վստահ եմ, որ արևմտյան կարևորագույն երկրները կապի մեջ են Հայաստանի գործող իշխանության հետ եւ ինչ որ ձևի իրենք ունեն ազդեցություն նաև Սահմանադրական դատարանի որոշման վրա։ Հիմա ինչ ուղղությամբ կգնա, ես այս պահին չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ։